Ողջույն, արժանապատիվ հայրենակիցներ։ Արդեն առավել քան 3 տարի է անցել այն օրից, երբ Ռուսաստանը իր պատերազմը սկսեց Ուկրաինայի դեմ, եւ կարծես թե դեռ նշան չկա, թե երբ է ավարտվելու այն։ Եթե այս պատերազմը գլոբալ կոնտեքստի մեջ դիտարկենք, կտեսնենք, որ Ռուսաստանը ուզում է վերականգնել իր կայսրության տարածքները եւ կրկին իր ազդեցությունը ունենալ Արևելյան Եվրոպայի վրա։ Այս պատերազմը իրականում կապված է 2020 թվականի 44-օրյա Դավադիր պատերազմի հետ, քանի որ այն եւս ռուսական նվաճողական քաղաքականությունից բխեց։ Ռուս-ուկրաինական պատերազմը թվում է, թե Ռուսաստանի հակադրությունն է ուղղված Արևմուտքին, բայց պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ մեծ պատերազմներում Ռուսաստանը ու Արևմուտքը ոչ թե թշնամիներ կամ նույնիսկ հակառակորդներ են եղել, այլ դաշնակիցներ, ինչպես օրինակ նապոլեոնական պատերազմների եւ երկու աշխարհամարտերի ժամանակ։ Կարծես թե այս երկու հակադիր կայսրությունները միմյանց դեմ պայքարում են հարաբերական խաղաղության ժամանակ, բայց երբ հայտնվում է մի ազգային ուժ, երկուսը միանում են իրար ընդդեմ այդ ուժի։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք եւ միայն մակերեսորեն չնայենք այս պատերազմին։ Հազար տեսակ դավադրության տեսություններ կան այս պատերազմի մասին, ինչպես օրինակ, որ այս պատերազմը պայմանավորված է գլոբալիստական ուժերի կողմից, որպեսզի այդ երկու պետությունները իրար կոտորեն եւ ինչ-որ մի նոր խազարական պետություն կերտեն Ուկրաինայի տարածքի մի մասից եւ նման այլ բաներ։ Սա չեմ կարող ասել ճիշտ է, ոչ թե կարող եմ ասել սխալ է, քանի որ ոչ մի հստակ փաստեր չունենք այս թեզը ապացուցելու համար։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ նման պատերազմները միշտ շահավետ են եղել բանկերներին եւ զենքի բարոններին, եւ գուցե սա է գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է պատերազմը այսքան երկար շարունակվում։ Այնուամենայնիվ, պետք է մեր դիրքորոշումը կազմենք կոնկրետ փաստերի հիման վրա, որպեսզի լրիվ չշեղվենք օբյեկտիվ իրականությունից եւ տրվենք միայն սուբյեկտիվ կարծիքներին։ Նախ ասեմ, որ ես չեմ ընդունում Զելենսկուն ու նրա կառավարությանը, որովհետև նրանք աջակցում են Ադրբեջանի կառավարությանը եւ նույնիսկ Ադրբեջանին դաշնակից են համարում։ Կարծում եմ, որևէ հայ մարդ չի կարող հարգել ու աջակցել նման պետությանը, բայց ամեն դեպքում ես աջակցում եմ ազգայնական ուկրաինացիներին, ովքեր պայքարում են ռուսական ծավալապաշտության ու իմպերիալիզմի դեմ, եւ սա ամենևին հակասություն չէ։ Սա հակասություն չէ, ինչպես նաեւ հակասություն չէ այն, որ ուկրաինացի ազգայնականները աջակցեն հայ ազգայնականներին ռուս-թուրքական դաշինքի դեմ կռվելու համար, բայց միաժամանակ չհարգեն ու չաջակցեն Փաշինյանին ու նրա ապազգային կառավարությանը։ Սա իրարամերժ չէ, այլ բավականին նորմալ երևույթ է դարձել։ Նույն կերպ ես կարող եմ հարգել ու աջակցել ֆրանսիացի, գերմանացի ու իտալացի ազգայնականներին, բայց դեմ լինել նրանց կառավարություններին, ովքեր ծառայում են միջազգային սիոնիզմին։ Այս ժամանակակից դարում ցավոք հաճախ է ստացվում, որ Եվրոպայի պետությունները չեն սպասարկում իրենց ազգերի շահերը։ Այնպես որ թող ոչ մեկը չշփոթվի այս հարցում, քանի որ ամեն ինչ բավականին պարզ է։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ազգայնականներին, քանի որ նրանց պայքարը ռուսական նվաճողական քաղաքականության դեմ համընկնում է մեր պայքարի մի մասի հետ։ Հիմա այս ամենը եկեք մի կողմ դնենք եւ տեսնենք, թե անցած շաբաթ Դոնալդ Թրամփն ու Ջեյմս Դեյվիդ Վենսը ինչպիսի լպիրշ ու անարգալից վերաբերմունք ցուցաբերեցին օտար երկրի նախագահ Զելենսկու նկատմամբ։ Այդ խայտառակ ու տհաճ տեսարանը դիտելուց հետո շատ դրոշակ ծածանող հիմար ամերիկացիներ գովեցին իրենց նախագահային ու փոխնախագահային, թե նրանք ինչ ուժեղ տղերք են, որ այդ ծաղրածուին իր տեղը դրեցին եւ նման այլ զավեշտալի արտահայտություններ։ Սակայն Թրամփի ու Վենսի պահվածքը ու Զելենսկու վրա մատ թափ տալը ամենևին տղամարդկության նշան չէին, ոչ էլ ամերիկամետ լինելու նշան։ Քանի որ Թրամփն ու Վենսը նույնիսկ իրենց երազներում չեն կարող պատկերացնել նույն տոնով խոսել Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սիոնիզմի ծառաներ Թրամփն ու Վենսը անընդհատ բողոքում են Զելենսկուն, որ Ամերիկան այդքան օգնություն է տվել Ուկրաինային այս վերջին 3 տարում, եւ Զելենսկին իբրև երախտագիտություն չի հայտնում։ Բայց այդ երկերեսանի սրիկաները երբեք չեն բողոքի, որ ամերիկացիների հարկային գումարներով այս վերջին 70 տարում ահաբեկչական պետություն Իսրայելը ստացել է առավել քան 160 միլիարդ դոլար, եւ սա միայն պաշտոնական թիվն է։ Ուրիշ ոչ մի պետություն այդքան աջակցություն չի ստացել ԱՄՆ-ի կողմից, որքան ստացել է Իսրայելը։ Այսքան գումար է տվել մի պետության, որը Ամերիկային նայում է ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես իր ծառաշան։ Մի պետության է այդքան գումար հասել, որը շնորհակալ լինելու փոխարեն բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է կատարել հենց Ամերիկայի ու ամերիկացիների դեմ։ Ինչպես օրինակ 2001 թվականի Նյու Յորքի 911 ահաբեկչական դեպքերը, որտեղ Մոսադի մատնահետքերը ամեն տեղ էին, եւ ինչպես օրինակ 1967 թվականին USS Liberty նավի խորտակումը, որը դիտմամբ էր արվել Իսրայելի ռազմաօդային ուժի կողմից, որպեսզի մեղքը բարդեին արաբների վրա։ Նման այլ օրինակներ ու փաստեր կարող ենք բերել,
բայց կարծում եմ, սա պարզ կլինի նրանց համար, ովքեր մի քիչ ուսումնասիրություն են կատարել այս հարցերի մասին։ Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին եւ ԱՄՆ-ի կառավարության բռնազավթումը սիոնիստների կողմից ամեն առումով միմիայն կործանարար վնաս են հասցրել Ամերիկային ու իր հարկատու քաղաքացիներին։ Բայց Թրամփը ու նրա նման ծաղկված քաղաքական մարմնավաճառները մի ծպտուն երբեք չեն հանի սրա մասին։ Եթե Թրամփը ու Վենցը իսկապես ամերիկացի հայրենասերներ լինեին, ովքեր իսկապես մտածում են Ամերիկայի գոյատևման եւ ապագայի մասին, Զելենսկու վրա մատ թափ տալու եւ իրենց լավ տղուտեղ դնելու փոխարեն, Ամերիկայի մեդիան, ֆինանսական համակարգը եւ կոնգրեսը կմաքրեին բոլոր սիոնիստներից ու սիոնիստների հետ համագործակցողներից։ Սակայն դա իհարկե չեն անի, քանի որ եթե նրանք իրենց ողջ գիտակից ու պրոֆեսիոնալ կյանքում չծառայեն սիոնիստներին, երբեք այդ պաշտոնները չեն կարողանա ստանձնել եւ նման աջակցություն ունենալ ԱՄՆ-ի մեդիայի կողմից։ Այս ամբողջ երևույթն ու մանիպուլյացիան, որոնք տեղի են ունենում, կարող ենք լավ բնութագրել Ամերիկայի նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի հետևյալ խոսքերով. Նրանք կարող են որոշ մարդկանց միշտ խաբել եւ բոլորին մեկ-մեկ, բայց նրանք չեն կարող միշտ բոլորին խաբել։ Դուք դիտում եք հոսանքի ազգային կանչը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։